Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի եւ Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաեւ միջգերատեսչական համագործակցության մակարդակում։ Ներքին գործերի նախարարը կարևորել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Լիտվայի ու Լատվիայի հանրապետությունների իրականացմամբ կյանքի կոչված աջակցություն Հայաստանում իրավապահ համակարգի եւ անվտանգության բարեփոխումներին ծրագիրը, որի շրջանակում ֆինանսական ներդրումները գերազանցում են 2 միլիոն եվրոն։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ծրագրի բաղադրիչների շրջանակում ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա ծառայություններում իրականացված աշխատանքներին ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքներին։ Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության եւ արդյունավետ համագործակցության համար, շեշտելով թե իրավապահ ոլորտում, թե միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ոլորտում առկա փոխգործակցությունը։ Քննարկվել են նաև վիզաների ազատականացման, սահմանային կառավարման, ոստիկանության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ավարտին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը եւ Լիտվայի Հանրապետության ոստիկանության գլխավոր հանձնակատար գեներալ Արունաս Պաուլաուսկասը ստորագրել են Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Ապրիլի 11-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոփանիին։ Ողջունելով ներկաներին Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաեւ միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հարցերին, շեշտելով, որ ձեռնարկվել եւ ձեռնարկվում են գործնական քայլեր նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Նախարարն անդրադարձել է համագործակցության ընդլայնման մի շարք թիրախային ուղղությունների, առանձնացնելով հատկապես կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարը։ Այդ համատեքստում Արփինե Սարգսյանը մատնանշել է ապօրինի թմրաշրջանառության, մասնավորապես թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում իրավապահ կառույցների փոխլրացնող գործողությունները, ինչը բխում է երկու բարեկամ երկրների բնակչության առողջության պահպանման շահերից։ Մեհդի Սոփանին շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ։ Դեսպանը մատնանշել է հանցավորության արդի մարտահրավերները, այդ թվում ապօրինի թմրաշրջանառությանը համատեղ հակազդելու առաջնահերթությունը, պատրաստակամություն հայտնելով նպաստել փորձի եւ տեղեկատվության փոխանակման, միջոցառումների իրականացմանը նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ այցերի կազմակերպման միջոցով։ Հայաստանի եւ Իրանի ոստիկանական համակարգերի ամենօրյա սերտ համագործակցությանն անդրադարձ է կատարել ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման եւ միգրացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ ամենօրյա տարաբնույթ աշխատանքներին վերաբերող հարցեր։ Ոստիկանության օրվան ընդառաջ փորձը որպես գիտելիքի աղբյուր խորագրի ներքո Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 14-ին Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ գործնական պարապմունք անցկացրեցին։ Սա բինար տեսակի արագաչափ լոկացիոն սարքն է, նախատեսված է արագություն հաշվարկելու, չափելու համար։ Սարքը հնարավորություն ունի չափելու ինչպես ստացիոնար, այսինքն անշարժ դիրքից, այնպես էլ շարժման մեջ։ Պարեկ Կարլեն Բաղյանը աշակերտներին ոչ միայն ներկայացրեց արագության ռադիոլոկացիոն չափիչ սարքի տեխնիկական բնութագիրը, ավտոմեքենաների արագությունը ֆիքսելու կարգը, այլ նաև պատասխանեց դպրոցականների հարցերին։ Ֆիզիկայի ուսուցչուհի Նելի Ահարոնյանի խոսքով նմանօրինակ հանդիպումները ոչ միայն զարգացնում են աշակերտների գիտելիքները, այլև ամրապնդում ոստիկան անչափահաս կապը։ Ավելի մոտիկից ծանոթանան ստորաբաժանման աշխատանքներին
Դա մոտեցնում է քաղաքացու եւ ստորաբաժանման աշխատակցի մտերմության եզրերը։ Աշակերտներն ուշադրությամբ լսում էին Պարեկին, որը մանրամասն ներկայացնում էր, թե սարքի միջոցով ինչպես են հայտնաբերում կարգազանց վարորդներին, գործնականում ինչպես են չափում մեքենաների արագությունը տեղում եւ վարելիս։ Մենք սովորեցինք ոնց է աշխատում արագաչափը։ Շատ հասկանալի է, շատ լավ է բացատրում, շատ հետաքրքիր էր։ Ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդումը իրավագիտակից քաղաքացի ունենալու գրավական է։ Հենց այդ նպատակով անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ ներքին գործերի նախարարության կողմից պարբերաբար իրականացվում են միջոցառումներ։ Ապրիլի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3862 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 167 մեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 152, առանց վարորդական իրավունքի վկայականի 292, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 21, ճամրակապված վարելու 550, առանց մանկական նստատեղի քարսիթի 7, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 266, վարելիս հեռախոսից օգտվելու 139, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 110 եւ 1460 այլ իրավախախտումներ, 104 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 302-ը տեխնիկական զննություն չանցած, 60-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 71-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14395 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 240 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 226, առանց վարորդական իրավունքի վկայականի 686, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 57, ճամրակապված վարելու 3126, առանց մանկական նստատեղի քարսիթի 192, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 339, վարելիս հեռախոսից օգտվելու 488, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 73, արագության գերազանցման 2144 եւ 4230 այլ իրավախախտումներ, 431 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1665-ը տեխնիկական զննություն չանցած, 532-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը բեռնատարներ, 203-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 39 անձ։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։